եկեք մի հատ ծանոթանանք, դե արդեն ես ձեզ երկուստ էլ գիտեմ։ Հա։ Մի հատ դուք իրար հետ ծանոթացեք։ Ես Լիան եմ։ Ես Արուշն եմ։ 5-րդ կուրսից եմ։ Ես արտադրայի 3-րդ կուրսի մանկաբուժության ավարտում եմ։ Շատ հաճելի է։ Դե ինձ գիտեք, ես Դավիթն եմ Միրզոյան, հիմա մաշկաբանության առաջին կուրսի արդյունատար եմ, ձեռիեց զբաղվում զուգահեռաբար զբաղվում նաև ներարկումային միջամտություններով, այնպես որ եթե ինչ-որ մեկը կարիք կունենա թարմանալու, նորանալու, կարաք ինձ կապեք իր հետ, ես ամեն ինչ կօգնեմ, ինձ գովազդել էլի սկզբնական։ Հիմա անցնենք բուն գործին, նախ ոնց եղավ, որ ես ընդհանրապես հասա մաշկաբանության 6-րդ կուրսա, որովհետև հեշտ չի հասնել բժշկական համալսարանում արդինատուրայի, մանավանդ որ կրթության համար դու պետք է շատ վճարես, ի տարբերություն մյուս երկրների, որտեղ որ դու կարաս շատ լավ համակարգեր կան եւ դու անվճար ես սովորում, մենակ դու ընդունվի սովորի եվրոպական երկրներում դա, Ամերիկայում դե փողով է, բայց ամեն դեպքում մեր մոտ էլ ոնց որ սենց սա խառնել են իրար, Եվրոպա, Ամերիկա սենց խառնել եւ այլն, ու արդյունքում մեծամասամբ սովորում ենք վճարովի համակարգում եւ ես էլ եմ ընդունվել եմ համալսարանում վճարովի 0.25 բալով անվճարից դուրս եմ մնացել, ու դա իմ համար ցավ էր, որովհետեւ ես այդ ամբողջ ընթացքում իմ մոտ սենց այն հոգեբանական բաներ կային, որ ասում են գրիր ամեն տեղ, որ դու սովորում ինչ-որ մի նպատակ ունես եւ դա կկատարվի եւ այլն, ես էլ տենց հավատացել էի դրան, սենց ում հետ որ հաճախ էի խոսում, իր կոնտակտը փոխել էի, գրել էի ես անվճար սովորում եմ, սենց ամեն օր ինձ ասում են, որ ես անվճար եմ սովորելու, ես անվճար եմ սովորելու եւ այլն, բայց այդ ցանկության մեջ չի հստակեցրել, թե ոնց եմ անվճար սովորելու, անվճար եմ սովորելու իմ բարձր քննություններով, թե ամեն դեպքում ուրիշ ձևեր կա անվճար սովորելու, ու երբ որ ընդունվեցի համալսարան, տենց 0.25-ով դուրս մնացի, դե պատկերացրեք ինչքան աբիդնի կլինի, չէ՞ դա։ Դրա համար որոշեցի, որ դի ամեն դեպքում մի հատ էլ փորձեմ, ոնց որ ես տենց կռվող կերպար եմ, էլի, չէ, ես պետք է կարողանամ անվճար անցնեմ եւ այլն, եւ ստացվեց այնց, որ առաջին կուրսի տվյալներով ես էլի 0.25 բալով դուրս մնացի անվճարից, ու դրանից հետո ասում եմ, ախր խի ասենց էլի, ես այդքան անում եմ, այդքան սովորում եմ, խի եմ ես քննություններս ընդհանրապես այնց հարամանում եւ այլն, ու եկավ իմ ընկերներից մեկը, ով որ ինքը տենց հայտնի, ոչ թե հայտնի, շուտվա հասարակական ոլորտի ծանոթավոր, տենց դասընթացներ, սեմինարներ եւ այլն, ես էլ էի մի ժամանակ դրանց մեջ, բայց որ ընդունվել էի բժշկական համալսարան, ես բժիշկ եմ, մենակ պետք է բժշկությամբ զբաղվեմ, այս լոզունգով մենակ ոնց որ սովորում եմ։ Հետո ինքը ասաց, լսի, կրթաթոշակներ կան, կարաս իրանց դիմես, որ վարձը փակեն, էլի։ Եվ ու քանի որ ես տնեցիքից էլ փող չէի վերցնում, դա էլ ասեմ, իմ համար պրինցիպ էր, էլի, ես ասել էի ես եմ գնալու համալսարանում սովորեմ եւ ոչ մեկ իմ կրթության համար չվճարի։ Ես անվճար եմ սովորելու, ու երբ որ վճարովի անցա, ասի կապ չունի։ Մեկը ես եմ վճարելու այդ վարձը, ու տենց սկսեցի շաբաթ կիրակի օրերը աշխատել, որ կարողանամ փակեմ այդ վարձը։ Եվ երբ որ այդ իմ ընկերներից մեկը տեսավ, որ այդքան տանջում եմ, ասաց, դասի կարես բան անես, կրթաթոշակի դիմես։ Ասացի ինչ ոնց ենք անում բան, ասեց բանը Հովնանյան հիմնադրամ կա մի հատ, հիմա իրանք էլի տենց հայտնի հիմնադրամ են, ովքեր որ ուսանողներին բավականին լավ կրթաթոշակներ են տալիս, շատ ժամանակ ամբողջ վարձը փակում են, եւ այդ առաջին կուրսի վերջում փորձեցի դիմեմ իրանց, դիմեցի, թղթերը տարա, բանը, ամեն ինչ տեղներ բան, չգիտեմ ինչ եղավ, ասացին, ոբշեմ չես անցել, շատ ներվեցի, դե արդեն ես պլաններ էի կապել, հույս էի դրել, որ ես իրանք իմ վարձը կփոխհատուցեն, ես իմ աշխատած գումարը կօգտագործեմ ավելի լավ նպատակներով, իմ վրա կծախսեմ, կակ մինիմում չեմ աշխատի կհանգստանամ, գոնե եւ այլն, բայց չստացվեց, եւ տենց իմ կրթաթոշակը առաջին անգամ ես դիմեցի էլի այդ նույն ընկերոջ խորհրդով, որ ասած մի հատ կրթաթոշակ կա դիմի,
կոչվում էր բան Bright Future of Armenian Youth, տենց հասարակական կազմակերպություն կար, ստեղ ես գրել եմ ապշի ինչ կրթաթոշակներ եմ ստացել, Bright Future of Armenian Youth, ինքը տենց ինչ-որ առաքելական եկեղեցում էր կաթողիկոսի կողմից ֆինանսավորող ՀԿ-էր, ով որ տենց ուսանողների էր կրթաթոշակներ տալիս, և ինձ էլ տվեցին, առաջին կրթաթոշակս 80,000 դրամ էր։ Եվ իրանց հիմնական ակցենտը այն էր, որ դու պետք է շատ ուշադրություն դարձնես քո մոգին, որովհետև իմ մոգը այդ ժամանակ տենց 8:34-8:35 էր, և դրա համար, օրինակ, որ շատ ունենայիր մոգ, բարձր լիներ մոգը, քեզ կտայինք ավելի շատ գումար։ Մի խոսքով, իրանց համար պատրաստեցի այդ բոլոր թղթերը, հեսա կասեմ, ոչ ինչ թղթերա պետք, ավելի մանրամասն, բայց պատրաստել էի մոտիվացիոն նամակ, պատրաստել էի իմ սոցիալական կարգավիճակի մասին թղթեր, պատրաստել էի ընտանիքի ընդհանրապես ֆինանսական եկամտաբերության մասին թղթեր եւ այլն, որոնք որ ներկայացրի եւ տվեցին այդ գումարը։ Դա առաջին կրթաթոշակս էր ու շատ ուրախ եմ, որտեղ այդ ժամանակ կովիդի ժամանակ էր եւ ես շատ քիչ աշխատավարձ էի ստանում, երևի ամիսը ստանում էի մի մոտ 60,000 դրամի կարգի գումար եւ այդ 60,000 դրամից 50,000-ը վարձ էի վճարում եւ այդ 10,000 դրամով չգիտեմ ոնց ապրում էի ու ապրում էի անկեղծ։ Ես կարամ ընթացիկ ես հարցեր։ Հա, իհարկե, հարցի դեպքում հա։ Մեծ քրտիկորի, ուզում եմ անամ այդակ այդ քասած հիմնաժամ մենք գրանք դիմենք կոնֆերանս գնալու համար ինքը թե մենակ ուսանողներն է։ Օրինակ Հովնանյանին կարաս դիմես։ Հա։ Գյուլբենկյանին կարաս, բայց այդ քասած տարբերակները թե չես հետաքրքրվել։ Չէ, իրանք կոնկրետ սա մի քիչ ավելի пассив աշխատող ու քիչ ֆինանսով հիմնադրամ էր ու իրանք քիչ են, ընդհանրապես կրթաթոշակ քիչ են տալիս, դրա համար իրանց մասով իրանց դիմել կոնֆերանս գնալու համար չեն ֆինանսավորի, բայց տեսա ընթացքում որ խոսեմ մյուսների մասին կասեմ։ Հաջորդը կազա հիմնադրամն էր, որին որ ես դիմեցի ու ստացա կրթաթոշակ, դա շվեյցարական հիմնադրամ էր, իրանց կրթաթոշակը մի անգամյա գումար է, որը որ քեզ տալիս են մոտ 750,000 դրամի կարգի գումար, ամբողջ իրանք փոխանցում են քո համալսարանի հաշվին եւ դու ստանում ես ոնց որ կրթաթոշակ իրանց համար էլ էլի նույն ձև մոտիվացիոն նամակ, CV, ընտանեկան կարգավիճակ, իմ 5 տարվա, 10 տարվա զարգացման ծրագիր, թե ես ոնց եմ ինձ պատկերացնում 10 տարի հետո, այդ ամեն ինչը սա հավաքեցի եւ իրանք ֆինանսավորեցին ու շատ լավ էր, որովհետեւ ստացա 750,000 ու 50% զերծ չունեին, ոնց որ 500,000-ը գնաց մի կիսամյակի մի տարվա վարձ, 250,000 գերվիճար։ Հետո եկավ IGFA ֆաունդը, որից Դա իսկ այդ դրանց համար ինչ որ դու գործ պետք է անել, օրինակ մենք հասարակական կազմակերպություն չի դեռ ինչ որ բարեգործական։ Հա, ես սա կասեմ։ Հաջորդը եկավ IGFA հիմնադրամը, որը որ ցավոք հիմա չի տալիս կրթաթոշակներ փակվեց, բայց 3 տարի ստացել եմ $500 կրթաթոշակ, ամեն տարի մասնակցել եմ իրանց ու տվել են։ Հետո եղել է մի հատ ԱՄԱ հիմնադրամ կա, որը հայկական ավետարանչական եկեղեցիների միությունն է։ Հիմա մի քիչ կարող է բան թվա, կյանքի խոսք եւ այլն դրանք բոլորը ավետարանչական եկեղեցիներ են, ու իրանք ոնց կրթաթոշակներ են տալիս ուսանողներին։ Ես իրանց կրթաթոշակը մի անգամ ստացել եմ, բայց հետաքրքիր դեներ, որ ես մտածում եի, տենց սակտորյան պիտի ասեն քարոզներ անեն եւ այլն, բայց չէ, բավականին adekvat մարդիկ աջակցեցին, շատ սիրուն համայնք է ստեղծել, որպես բան կրթաթոշակառուների համայնք։ Նո տենց առանձնապես իրանք չեն պարտադրել էլի իրանց այդ կրոնական հայացքները մեզ։ Եվ ամենակարևորը երևի իմ ստացած կրթաթոշակներից սա հայ կրթական հիմնադրամի կրթաթոշակն է, որը որ ես մինչև հիմա էլ ստանում եմ, ստացել եմ 2023 թվականին առաջին կրթաթոշակս ու մինչև որը ստանում եմ։ Հիմա այն հարցին, թե իրանցից որին կարանք դիմենք բանի համար, exchange-ների համար կամ կոնֆերանսի համար, այս դեպքում հայ կրթական հիմնադրամն է, առավել ևս, եթե իրանց ուսանող եղել ես, եթե չէ, նույնիսկ առանց դրա հետ ու կարաս իրանց դիմես, այսինքն, օրինակ ես իրանց ուսանողն եմ, էլի, ես իրանց մոտ
ստացել են կրթաթոշակ ու հիմա եմ ստանում, իրանց ուսանողն եմ, ու որ ինչ-որ հարցեր լինում ծրագրերի եւ այլն դիմում եմ, շատ ժամանակ ասում են, հա, ուղղակի իրանց պետք է դիմես տարվա վերջում, երբ որ իրանց բյուջեն դեռևս հաստատված չի։ Հիմնականում մեծ ֆոնդերի բյուջեները հաստատում են մի տարի առաջ, այսինքն 2026-ի բյուջեն հաստատվել է 25-ի դեկտեմբերին։ Դու այդ միջև այդ ընթացքում պետք է դիմես, ու որ իրանք հաստատեն հաջորդ տարվա համար քեզ ինչ-որ գումար տան։ Սա այսպես աշխատում, բայց ընդհանրապես միջազգային ֆոնդեր, որոնք որ կարող են օգնել, որ դու գնաս հայկական հիմնադրամներից, դա ոնց ճիշտ նշեցի Գյուլբենկյան հիմնադրամն է, դա նույն հայ բարեգործական ընդհանուր միությունը ունի կրթաթոշակներ եւ ֆինանսավորում կարող է տալ, Իզմիրյան հիմնադրամ կա, որը որ շատ խոշոր կազմակերպությունների հետ աշխատում, բայց իրանցից էլ է հնարավոր ստանալ, ուղղակի պետք է իրանց կանաս հաստատել է Իզմիրյանը տենց մեծ փող է տալիս, այդ մարդը, այդ Իզմիրյանը կոնկրետ ինքը բան է, ոնց որ Բահամյան կղզիներից մեկը Իրանն է, ու պլյուս Ամերիկայի կարտոֆիլի բիզնեսի 30%-ը ինքն է։ Այդ կարգի հարուստ մարդ է, ուստի հիմնադրամ ունի, օգնում ֆինանսական աջակցություն տրամադրում, էլ որոնք որ կարան տան, կարող լինի Հայ օգնության ֆոնդը, ես վերջում մի հատ անունները կգրենք, թող դու գրիչ տարվեմ, էլի, անունները կգրենք դրանց, ինչ որ կա, ու փորձենք իրանց դիմել, էլի։ Մի խոսքով, սենց շատ կան իրանք։ Հիմա անցնենք, ստեղ դա իմ պատմությունը, թե ես ոնց եմ ստացել կրթաթոշակ, բայց դե ցանկացած կրթաթոշակի դիմելու համար մենք պետք է ունենանք հիմնական բոլորի կրթաթոշակի հայտի մեծամասնությունը իրենից ներկայացնում է 3 բան։ Առաջինը քո CV-ն, թե դու ինչ ճանապարհ ես անցել, curriculum vitae կամ ռեզյումե, ավելի կրճատ տարբերակը դրա։ Երկրորդը դա քո անձնական տվյալներն են եւ քո կարիքը, այսինքն թե դու ինչ ֆինանսական իրավիճակում ես գտնվում, օրինակ հայ կրթական հիմնադրամը նույնիսկ կոմունալների չեկերն է ուզում, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների չեկերն է ուզում, որ դու դե գիտեն, որ այդ ժամանակ էներգիա ծախսը մեծ է, դու կարող ես խաբես իրանց, ուզենաս դիմես, բայց իրանք քեզ թող տան, այդ թողը կարող ուրիշ ավելի լավ տեխնացուի գնա, էլի, չխաբես, այդ չխաբելու համար իրանք ֆինանսական ծախս են ուզում, հարազատների եկամուտներ կարող ուզեն, տնից ով է աշխատում, ով ինչքան աշխատավարձ է ստանում, այդ աշխատավարձը հիմնավորող թղթեր, թե ինչքան աշխատավարձ են ստանում, այս ամեն ինչը պետք է նախնական ունենաս կախված հիմնադրամի հայտարարությունից, կարող լինի, դե պարտադիր ընտանիքի անդամների թիվ ուզում են, քո աշխատել չաշխատելը ուզում են, ծնողների աշխատել չաշխատելը ուզում են, եւ եթե աշխատում են, ինչքան բան ունեն, եկամուտ ունեն, եւ նաեւ եթե հաշմանդամություն ունեցող անձ կա, կամ պատերազմի մասնակից անձ կա, կամ ուսանողը հենց ինքնով ծնողա ունի երկու եւ ավելի երեխա, կամ Արցախյան այլ պատերազմների մասնակիցներ, այսինքն 91 թվականի, 2016 թվականի Քարորիայի 44 օրյայինը միալ ուրիշ ձև են բանանում, իրանք աջակցում։ Սա ընդհանուր տեղեկատվությունը, որ դու պիտի տաս։ Եվ դրանից բացի ուզում են նաև CV կամ CV-ն ասացի, ուզում են նաև մոտիվացիոն նամակ։ Այդ իրանց ուզածի հիմնական բանը, որ դուք կրելու եք, դա մոտիվացիոն նամակն է, թե դուք ինչի համար եք ուզում դիմեք այս կրթաթոշակային ծրագրին։ Եվ մոտիվացիոն նամակը, հետի ստեղ էլ է լավ նշված, դա նույն CV-ն չի։ CV-ում ցույց է տալիս, թե դու ինչի ես հասել, ուր ես գնացել, խի ես գնացել, բայց մոտիվացիոն նամակը ցույց է տալիս, թե դու ինչու ես այդ ամեն ինչ անում, քո նպատակը որն է։ Եվ փաստացի շարադրություն ես գրում, շատ կոպիտ ասած, բայց մեր դպրոցի այդ շարադրությունները չէ։ Ես հիշում եմ, որ մեզ սովորացնում են շարադրություն գրել, դե գիտեք, այսպես խորխոջում բարելով նշել, նկարագրել եւ այլն, չէ, դա իրականում տես չի։
պետք է գրես շատ հստակ, բայց նաև շատ սիրուն լեզվով պետք է գրես, բայց պետք է միևնույն ժամանակ գրես հստակ։ Եվ դա բնականաբար պահանջում է փորձ։ Եվ հիմա փառք Աստծո կա նաև ChatGPT եւ կարաս ChatGPT օգնությամբ գրես, բայց ցանկալի չտաս ինքը գրի։ Դու գրես, օրինակ ասես կարաս մի հատ խմբա գրես, սխալները ուղղես եւ այլն։ Մոտիվացիոն նամակը, քանի որ մեր աջակցության բանն է, մեր հաղթաթուղթն է, ինքը պետք է գրված լինի ճիշտ, ստեղ մենք բանը նշում է հիմնական սխալները, թե դու ինչ ձևի սխալ կարաս անես մոտիվացիոն նամակ գրելուց, կաղապարային տեքստ, ստանդարտ թե։ Ես ես ինչն եմ, ես ինչ եմ անում եւ այլն, այնտեղ շատ ստանդարտ է։ Այդ մարդիկ չեն կարդա։ Երկրորդը, որ անորոշ ես գրում, այսինքն ես ուզում եմ փրկել աշխարհը, ես ուզում եմ մարդկանց օգնել, կյանքեր փրկել եւ այլն, դա ինձ շատ անորոշ է հնչում, էլի։ Նշանակում է դու էլ չգիտես ինչ ես ուզում ես քո կյանքից։ Եվ դա սխալ է, շատերն են տենց գրում սխալ։ Մյուս բանը, որ հասցեականության պակաս, օրինակ գրում ենք Գյուլբենկյան հիմնադրամին, չէ՞։ Մենք պետք է հստակ իրանց գրենք։ Այսինքն մենք պետք է ուսումնասիրենք իրանց պատմությունը, իրանց գործունեությունը, իրանց արժե համակարգը։ Այսինքն Գյուլբենկյան հիմնադրամը, Գալուստ Գյուլբենկյանն է հիմնադրել այս ինչ տուրին եւ այլն, դու գիտես, ինչ է, ով է եղել Գյուլբենկյանը, եղել է բիզնեսմեն, գործարար, չէ, ինչ չգիտեմ։ Ու իր արժեքի իր զարգացման պլանը, ինքը ինչ է ուզում անի։ Դրա համար այն որ սայթերի մեջ մտնում ես գրածը about-ը ասել մեր մասին, որը ոչ մեկ չի կարդում մեզնից։ Այն որ դու մտնում ես այդ սայթ, քեզ մի բան է պետք, ոչ հաստատ չես մտնի կարդաս about ասել, էլի, բայց դա երևի ամենակարևոր բանն է, որ դու կարաս անես կրթաթոշակի դիմելուց առաջ։ Մի հատ պետք է մտնես, կարդաս ում ես դիմում вообще։ Ասենք դիմաց, չո՞ք ես էլի, ինչ ախիա, ինչ մոտեցում ցույց տաս իրան, ոնց գրես։ Եթե օրինակ այդ մարդը փնտրում է իր նպատակը, օրինակ կազմակերպության նպատակը, դա վերել նորարարություն եւ նորարարության միջոցով զարգացնել բանը, զարգացնել հայրենիքը Հայաստանը կամ օրինակ կրթության միջոցով զարգացնել Հայաստանը եւ այլն, դու պետք է հստակ հասկանաս, ուրեմն սրանց թույլ կետը կրթությունն է, եւ սրանց պետք է բռնեմ, որովհետեւ ու պետք է գրես սենց օրինակ կրթությունը շատ կարևոր դեր է խաղում իմ կյանքում եւ ես ոչ մի բան չեմ խնայել կրթություն ստանալու համար չգիտեմ հերթապահել եմ շտապ օգնությունում բարձր եկամուտով աշխատանք եմ ունեցել թողել եմ միան հնարավորություններ եմ շատ ունեցել բայց օրինակ որոշել եմ իմ կրթությունը շարունակեմ կամ հանուն կրթության էս եմ արել այն եմ արել ինչ որ մի ձև պետք է իրանց այդ բանը գրես նորարարություն են ասում Դե ինչ որ մի բան ան, ասես որ նորարար է, դաժե եթե դու քո կարծիքով նորարար բան չես արել։ Օրինակի համար դու մանկաբույժ ես, չէ՞։ Դու այն ռեզիդենցիայի ծրագրով ես։ Բանի, ես նա երկու հատ կա։ Գիդովի, նա ես իմը վիգմորն եմ փոխհատուցում։ Հա, այդ շատ լավ օրինակ տես, խոսքի օրինակ դու Հայաստանի այն մանկաբույժներից ես լինելու, ով որ առաջամարտիկն է, նորարար ծրագրով է ինքը եղել։ Եղել է այն առաջին մանկաբույժներից, ով որ բարեփոխվող մանկաբույժական կրթության մեջ եղել է առաջինը, հա, այսինքն խնդում ես, բայց իրականում տենց է։ Ասենք ինքը քո համար սովորական է, բայց երբ որ դու կողքից ես նայում, փաստացի տենց է, դու եղել ես այդ մարդը, ով որ կարացել է բանանի լինի առաջիններից նոր ռեզիդենցիայի, այս Հայաստանի պատմության առաջին ռեզիդենտներից ես вообще, դու, սենց, էդի շատ մեծ բան է, դու դրանով ոնց որ բռնում ես իրանց,